Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Մանասյան հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Մանասյան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զեկույցը տարեկան եւ հաղորդումն է ներկայացրել։ Մանրամասն 25 թվականին Մարդու իրավունքների խախտման ինչ հիմնական խնդիրներ եք արձանագրել այս տարվա զեկույցում եւ նաեւ հաղորդման մեջ։ Այս տարվա զեկույցում ըստ էության գրեթե բոլոր բնակավարների հետ կապված խնդիրներ արձանագրել ենք, այսինքն եթե ընդհանուր դաշտը փորձենք դիտարկել, ապա թե քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների ապահովման հետ կապված հարցերի, թե աշխատանքային իրավունքների, գործադուլի իրավունքի, սոցիալ-տնտեսական տարբեր բնակավարներում իրավունքների հետ կապված հարցեր, օրինակ կենսաթոշակի իրավունք եւ այլն։ Իրավահավասարության ու հակախտրականության ոլորտում գրեթե բոլոր հիմքերի առնչությամբ բավականին շատ խնդիրներ են արձանագրել, թե օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման, ազգային փոքրամասնությունների իրավունքներին ենք բավականին լուրջ ուշադրություն դարձրել, երեխաների իրավունքներ, գենդերային հավասարություն, այսինքն գրեթե ամբողջ դաշտի հետ կապված մենք յուրաքանչյուր տարվա կտրվածքով խնդիրներ արձանագրում ենք եւ երևի թե կարևոր հանգամանքն այն է, որպեսզի դիտարկենք ինչքանով է փոխվել ընդհանուր դինամիկան, այսինքն ինչպես են որոշակի խնդիրներ լուծումներ ստացել եւ որոնք են այն խնդիրները, որոնք շարունակում են այդպես շատ ավելի խնդրահարույց մնալ եւ շատ ավելի բարդ է դիտարկել դրանց հետ կապված դինամիկա, իսկ դրանց եւս անդրադարձ կատարել ենք, օրինակ Հայաստանում կալանքի հետ կապված այդ համակարգային խնդրին, բայց դրա հետ մեկտեղ նաեւ ունենք նոր որոշակի խնդիրներ, որոնց առաջին անգամ ենք ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում այդպիսի ձևաչափով անդրադառնում, օրինակ կրոնական ազատությունների հետ կապված հարցերը։ Բայց երևի թե ավելի ճիշտ կլինի, որպեսզի շատ ավելի կոնկրետ հարցերի Հիմա նույն կալանքի հետ կապված կոնկրետ ինչ խնդիր եք այս տարի արձանագրել, որ ոնց հասկանում նախորդ տարիների համեմատությամբ եք նաև ասում, սա հիմնական խնդիրներից մեկն է։ Օրինակ կալանքի հետ կապված հարցը երևի թե ես ամենօրյա ռեժիմով եմ բարձրաձայնում, քանի որ Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց չափազանց հաճախ է կիրառվում եւ թվային տվյալները ըստ էության ոչ միայն գոհացուցիչ չեն, այլ մեղմ ասած խնդրահարույց են նաեւ միջազգային վիճակագրության տեսանկյունից, որովհետեւ մեր վիճակագրությունը նախ հուշում է, որ նախկինում ընդհանրապես դատապարտյալների թիվը շատ ավելի մեծ էր, քան կալանքի տակ գտնվող անձանց թիվը 50%-ից ավելին էր, հիմա մի փոքր նվազում է տեղի ունեցել թվի, բայց դա որևէ կերպ չի կարող գոհացուցիչ արդյունք համարվել, քանի որ շատ մեծ է շեղվածքը միջազգային նորմալ ստանդարտներից եւ չափանիշներից, եւ այս առնչությամբ ես կարծում եմ, որ հիմնական ոլորտն է, որտեղ այսքան տարիների կտրվածքով շատ քիչ է եղել զարգացումը ու նաեւ հետեւաբար ոլորտի հետ կապված հանրային ընկալումները, եւ նաեւ օրինակ կուզենամ հատուկ անդրադառնալ խոսքի ազատության իրավունքի սահմանները խախտելու համար, հա, քրեական պատասխանատվության գործիքների կիրառման հետ կապված հարցերին։ Այստեղ մի փոքր այսպես հայեցողական արդարադատության տպավորություններ ենք շատ իրավիճակներում ստանում, որովհետև պարզ չէ, թե ինչու օրինակ այս խոսքի տեսակը հենց դարձավ քրեական պատասխանատվության ենթակա խոսքի տեսակ, արդյոք այն հատել է հանրային վտանգավորության այդ մեծ շեմը, որ դրա համար կիրառվել է քրեական պատասխանատվություն, չնայած այն հանգամանքին, որ օրինակ խոսքը կարող է այո խախտել խոսքի ազատության իրավունքի սահմանները, բայց ենթակա չլինել քրեական պատասխանատվության, այլ պատասխանատվության այլ միջոցների կիրառման եւ նաեւ օրինակ պարզ չէ թե ինչու է օրինակ հայեցողություն կիրառվում մի դեպքում մի մարդը ենթարկվում է հենց քրեական պատասխանատվության, մյուս դեպքում այս գործիքը չի կիրառվում եւ այլն, այսինքն ոլորտները շատ են, կամ օրինակ նախորդ տարվա կտրվածքով գործադուլի իրավունքի հետ կապված հարցերը, եթե քրեական վարույթից անցում կատարենք մի փոքր այլ իրավունքների բնակավարներին, այստեղ այն իրավիճակն է, որ Հայաստանում հիմնականում իրավակարգավորումներն են առաջին հերթին այնպիսին, որ գործադուլ օրենքով սահմանված եղանակով գործադուլ իրականացնել գրեթե հնարավոր չէ, այնքան խիստ պահանջներ են դրված եւ այս առումով կարծում եմ մենք կարիք ունենք թե օրենսդրական փոփոխությունների, թե նաեւ պրակտիկայում տարբեր զարգացումների, գործատուները եւ պետությունը իրենք պիտի հասկանան, որ սա կարեւորագույն իրավունքներից է, որ մարդիկ պիտի ունենան իրենց աշխատանքային խնդիրները լուծելու նպատակով եւ աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով, նաեւ ընդհանուր հանրային իրազեկումների կարիք կա ու
մի շարք այլ բնագավառներ էլ, երեխաների իրավունքների հետ կապված, գրեթե զգայունության բացակայություն։ Վերջին դեպքը կհիշեք այս տարվա երեխայի մահվան հետ կապված մեկամյա երեխայի, արդյոք ձեր մանդատը թույլ է տալիս կամ ինչպիսի գնահատական եք դուք տալիս այս իրավիճակին երեխաների իրավունքների խախտման տեսանկյունից նույն ընտանեկան պայմաններում։ Այս հարցին իհարկե ոչ կոնկրետ դեպքը մատնանշելով, որպեսզի նաև սխալ տպավորություն չձևավորվի անհատականացնող, բայց նույնիսկ հրապարակային ենք անդրադարձել, մասնավորապես անդրադառնալով այն հանգամանքին, որ երեխաների համար Հայաստանում, չնայած այն օրենսդրական զարգացումներին, որոնք երկրում կատարվել են եւ դրանք շատ կարեւոր են, բայց ընդհանուր միջավայրն անվտանգ չէ, այդ թվում ընտանեկան միջավայրում երեխաների անվտանգության տեսանկյունից։ Հիշենք այն դեպքը, երբ արդեն երեխային սպանել էին, 3-ամյա երեխային էին սպանել, միակ դեպքը չէր։ Միանշանակ, եւ սա վկայում է այն մասին, որ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման գործիքները եւ նաեւ երեխայի նկատմամբ բռնության արձագանքելու գործիքները միանշանակ բավարար չեն, որովհետեւ նույնիսկ ընտանեկան միջավայրում այս դեպքերի արկայությունը հուշում է, որ այն վերահսկողական մեխանիզմները, որոնք պետությունը պետք է գործադրի, դրանք եւս փաստացի այն տրամաբանությամբ չեն աշխատում, որ տրամաբանությունը հուշում են միջազգային չափանիշները։ Այս առումով ես առաջնահերթ եմ համարում ուղղակի խնամակալության եւ հոգաբարձության մարմինների համակարգի բարեփոխումը, տոտալ բարեփոխումը, ճիշտ է, այս պահին մեծ օրենսդրական փաթեթով նաեւ այս բարեփոխումների ընթացքն է, այսպես ասած, տրվել, բայց պրակտիկայում սա երևի թե այն լրջագույն ոլորտն է, որը շատ խնդրահարույց է։ Երկրորդը շատ կարեւոր է, որպեսզի մեր ուսումնական հաստատություններում անձինք տեղեկացված լինեն բռնության տեսակների եւ դրանց արձագանքման մեխանիզմների մասին, որովհետեւ օրինակ մենք ունեցել ենք նաեւ Հայաստանի դեմ կայացված մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռ, որտեղ խոսքը երեխայի նկատմամբ սեռական բռնության նույնիսկ մասին է եղել ուսումնական հաստատությունում եւ ըստ էության հանգամանքները հուշում են, որ տեղեկացված են եղել միջավայրում երևույթի մասին, բայց փաստացի դեպքին արձագանքման մեխանիզմները պատշաճ չեն եղել եւ կարեւոր է որպեսզի մարդիկ պատկերացնեն թե ինչ է նշանակում ընդհանրապես բռնություն, շատ դեպքերում բռնությունը պարզապես ընկալում են որպես այն ամենածանր ֆիզիկական ներգործության մեթոդը, բայց բռնությունը շատ ավելի լայն տարատեսակներ կարող է ունենալ, նաեւ սեռական բռնության դիտանկյունից, եթե խնդրին անդրադառնանք, կարեւոր է որպեսզի միջավայրերում մարդիկ հասկանան թե ինչ է բռնությունը եւ կարողանան դրան արձագանքեն։ Ես շատ կարեւորում եմ նաեւ ծնողավարության հմտությունների ավելացումը, որը իմ խորին համոզմամբ պետության պարտավորություններից եւս պետք է լինի եւ այս առնչությամբ օրինակ կարելի է ծնողավարության դասընթացներ պարբերաբար կազմակերպելու, իհարկե կարեւոր է որպեսզի բոլոր պետական իրավասու մարմինները պատշաճ տեղեկացված լինեն այս խնդիրների մասին եւ սրան ոչ թե վերաբերվեն որպես այսպես ասած դե ընտանեկան նեղ միջավայրում տեղի ունեցած մի բան, որը միայն այդ ընտանիքի գործն է, այլ հստակ պատկերացում լինի, որ սա շատ վտանգավոր երևույթ է եւ սրա դեմ պետք է պայքարել։ 25 թվականին ձեր մանդատի շրջանակում իրականացած գործողությունները եւ արդեն պետական մարմիններին դրանց վերաբերյալ արձագանքը դուք ո՞նց եք գնահատում։ Բնականաբար ցանկացած երևույթ էլ միշտ կարող է ավելի լավը լինել, բայց պիտի արձանագրեմ, որ նախորդ տարի մենք շատ բարձր ցուցանիշ ենք ունեցել մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կատարելու կամ մասնակի կատարելու առումով, եթե համեմատենք նախկինում մարդու իրավունքների պաշտպանների կողմից իրականացված առաջարկությունների եւ դրանց կատարման ընթացքի հետ, ապա միանշանակ ցուցանիշը բավականին բարձր է եւ սա վկայում է այն մասին, որ պետական մարմինները շատ ավելի մեծ ուշադրություն են սկսում դարձնել եւ հիմա շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում ու շատ կառուցողական են ավելի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները եւ առաջարկությունները կատարելու առումով, որովհետեւ նույն կալանքների մասով ձեր դիտարկումները, եթե գնահատելու լինեք, կալանքների մասով միանշանակ ես ինքս ասացի, որ սա այն խնդիրներից է, որը մինչեւ հիմա լուծում չի ստացել եւ դա է պատճառը, որ սա նաեւ այն խնդիրներից է, որ այդ ցուցանիշը իջեցնում է, որովհետեւ հիմա եթե մենք դիտարկենք ընդհանուր ցուցանիշը բոլոր առաջարկների կատարման առումով, ապա պիտի ասենք, որ դա շուրջ 70% է եղել կատարված ու մասնակի կատարված ցուցանիշի տեսանկյունից, հետեւաբար չկատարվածը շատ ավելի փոքր թիվ է կազմում, բայց կան մի շարք ոլորտներ, որտեղ նշեցի զարգացումները իմ կարծիքով շատ փոքր են, եթե նույնիսկ կան որոշակի զարգացումներ, եւ կալանքը հենց այդ ոլորտներից է, գործադուլը հենց այդ ոլորտներից է, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը
իմ այս նշած ասպեկտներով այդ ոլորտներից է եւ օրինակ նույն իրավահավասարության հակախտրականության ոլորտում բազմաթիվ այլ ասպեկտներ եւս հենց դրա մասին են վկայում, հետեւաբար այստեղ իրականում արձանագրելով այս շատ կարևոր առաջընթացը եւ շատ կարևոր ցուցանիշը պետական մարմինների հետ հաղորդակցության առումով ես կարևորում եմ, որպեսզի մնացյալ ոլորտներում եւս շատ ավելի արագ լինեն զարգացումները եւ այն ոլորտներում, որտեղ ոչ միայն զարգացումներն են դանդաղ, այլ ըստ էության երևում է, որ զարգացում գրեթե չկա, այդ ոլորտները առաջին հերթին եւս հայտնվեն ուշադրության կենտրոնում։ Տիկին Մանասյան, իսկ ՄԻՊ-ը իր մանդատի շրջանակում պատճառներն է վերհանում, թե օրինակ ինչն է պատճառը, որ կալանքներն այսքան շատ են տրվում, թե միայն արձանագրում եք եղած փաստերը, որ այս դեպքում կալանքն ավելի շատ է եւ ինչպես քաղաքական գնահատականներում են ասում, դա ավելի շատ բաժի միջոց են որպես այդպեսին կիրառում, քան Կալանքների մասով նշեմ, որ մեր մանդատը մի փոքր առանձնահատուկ է, որովհետև այն կալանքը դատարանի ակտով է ըստ էության կիրառվում եւ դատարանների պարագայում մենք օրենքով ու միջազգային չափանիշներով սահմանված հստակ արգելք ունենք, այսինքն մենք չենք կարող միջամտել դատարանների գործունեությանը եւ հիմա ես չեմ կարող վերցնել օրինակ անհատական դեպքով կոնկրետ դատական ակտ եւ սկսեմ քննադատել այդ դատարանի որոշումը, որովհետև դա կլինի իմ լիազորությունների տեսանկյունից չափանիշների խախտում, եւ դա է պատճառը, որ տեսնելով, որ ամեն դեպքում սա շատ մեծ խնդիր է, մենք համակարգային ենք այս խնդրին անդրադառնում եւ կալանքի պարագայում ոչ թե կոնկրետ դեպքերով բացահայտում ենք եւ սկսում ենք քննադատել կոնկրետ դեպքերը, այլ մենք ավելի համակարգային ենք հարցին մոտենում եւ փորձում ենք ցուցանիշների տեսանկյունից ցույց տալ եւ նաեւ ստանդարտների, որ սա խնդրահարույց է, բայց իհարկե կան մի շարք այլ բնակավարներ, որտեղ մենք հնարավորություն ունենք անհատական դեպքերով մեկնաբանություններ իրականացնելու եւ դա իհարկե պատճառները այդ թվում վերհանում ենք, օրինակ նույն երեխաների իրավունքների մասով երբ խոսեցի, ակնհայտ է, որ այստեղ կրթության համակարգի խնդիրներ կան, իրազեկվածության պակաս կա, կալանքի պարագայում էլ երբեմն դեպքեր կան, որոնք շատ ավելի ակնհայտ մարդու իրավունքների հետ կապված երկրորդային խնդիրներ ունեն, մենք դրանց անդրադառնում ենք նույն օրինակ վերջին շաբաթների ընթացքում քննարկված դեպքերից մեկով ես ինքս անդրադարձել էի իհարկե որևէ կերպ չմիջամտելով դատական իշխանության մարմնի գործունեությանը, անդրադարձել էի հարցադրմանը, երբ երիտասարդի նկատմամբ 18-ամյա կալանք խափանման միջոցներ կիրառվել, նշել էի, որ այս դեպքում թե իր առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը կրթության իրավունքի հետ կապված հարցերը հուշում են, որ առնվազն պետք է քննարկման առարկա դառնա նաև այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հարցը, հետևաբար այստեղ լինելով սահմանափակված նաև որոշակի դեպքերում փորձում ենք իրավունքների երաշխավորման տեսանկյունից որոշակի հարցադրումների անդրադառնալ, բայց ավելի համակարգային առումով։ Լավ, իսկ քաղաքացիներ եւ ՄԻՊ ոնց է տեղի ունեցել համագործակցությունը 25 թվականին եւ զանգեր արդյոք շատ եք ստացել, բողոքներ ավելի շատ եք ստացել, քան նախորդ տարիներին, թե ոչ եւ հատկապես ինչի վրա է եղել կենտրոնացվածությունը։ Ահռելի է քանակը մեր դիմում բողոքների ու պիտի նշեմ, որ նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 2900-ով ավելացել է բողոքների թիվը, մեր բողոքները 20,000-ից ավելի են այս տարի 2025 թվականին եղել։ Եվ այս տեսանկյունից պիտի նաև նշեմ, որ քաղաքացիների հետ մասնավորապես իմ շփումը չի եղել միայն իրենց կողմից մեր գրասենյակ գալով կամ որոշակի տեղեկատվություն մեր գրասենյակին փոխանցելով ու թեժ գծին ահազանգելով, ես ինքս եմ շատ ակտիվ բացի գրասենյակային աշխատանքից, նաև տարբեր այցեր իրականացնելու առումով շատ եմ այցելում տարբեր մարզեր, հատկապես գյուղական բնակավայրեր, որտեղ հասանելիությունը կարող է շատ ավելի փոքր լինել։ Ես անձամբ եմ փակ հաստատություններ այցելում խնդիրներին ծանոթանալու նպատակով եւ այստեղ եւս բազմաթիվ խնդիրներ մեզ ներկայացվել են։ Իրականում եթե վերցնենք համակարգային խնդիրները, որ գրեթե բոլոր քաղաքացիները ու գրեթե բոլոր բնակավայրերում են քաղաքացիները բարձրաձայնում, եթե գանք սոցիալ-տնտեսական բնակավարից պարտադիր զբաղվածության հարցին են անդրադարձ կատարում, հատկապես օրինակ վերջին շաբաթօրվա ընթացքում սպիտակում էի եւ այնտեղ օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մասով բազմաթիվ խնդիրներ եմ ինքս արձանագրել եւ իհարկե սա հարց է, որը պիտի շարունակենք հասցեավորել, թեպետ նախկինում էլ ենք հասցեավորել, կամ մարզային բնակավայրերում քաղաքացիները շատ են հանրային տրանսպորտի հետ կապված հարցեր բարձրաձայնում, որովհետեւ
շատ իրավիճակներում միջհամայնքային կամ նույնիսկ ներհամայնքային հանրային տրանսպորտի բացակայության պատճառով իրենք մի շարք խնդիրներ են ունենում։ Օրինակ, պետությունը բավականին լուրջ ռեսուրսներ է ծախսում, պետական միջոցներ է ծախսում դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման, վերակառուցման ու հիմնանորոգման վրա, եւ մի շարք դեպքերում քաղաքացիները մի բնակավայրից դեպի այդ դպրոց հասանելիություն ունենալու համար, քանի որ իրապես շատ են ուզում, հա, կամ մանկապարտեզ հասանելիություն ունենալ, այնտեղ գնան եւ իհարկե տարբեր մեթոդներով այդ թվում համայնքների ներսում խնդիրները փորձում են լուծել, բայց ես կարծում եմ, որ հանրային տրանսպորտի բարեփոխումը պետք է բերի նրան, որ սա ոչ թե լինի որևէ մեկի կողմից այդ պահին արված լավ ինչ-որ մի քայլ, այլ պիտի լինի համակարգային լուծում, որպեսզի քաղաքացիները չունենան այդ խնդիրները։ Իհարկե քաղաքացիները նաև տարբեր այլ հարցեր են բարձրաձայնում, որոնք կարող են վերաբերել, եթե անհատական դեպքերով խոսենք, քրեական վարույթներին անդրադարձը երբեմն լինում, հատկապես երբ ես քրեակատարողական հիմնարկներ եմ գնում, բնականաբար այստեղ ազատությունից զրկված անձինք են իրենց իրավունքների հետ կապված շատ հարցեր բարձրաձայնում, երևի ամենահաճախ բարձրաձայնվող հարցերը իրենց բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարցերն են եւ այստեղ պիտի արձանագրեմ, որ իմ խորին համոզմամբ այս համակարգը եւս պետք է անընդհատ բարեփոխումների ենթարկվի, որովհետեւ ամենաշատ բարձրաձայնվող հարցերից է, բայց իհարկե նաեւ այլ հարցեր կան իրենց կողմից բարձրաձայնվող եւ մի շարք համանման այլ հարցեր։ Լավ, գալով այլ հարցի, ընտրություններն են առաջիկայում տեղի ունենալու հանրային մթնոլորտ ատելության եւ անհանդուրժողականության տեսանկյունից դուք ոնց եք գնահատում եւ նաեւ քաղաքական գործիչների թերևս խոսույթը այս շրջանում ինչպիսի արձագանք է ստանում ձեր կողմից։ Գնահատում եմ շատ վատ, որովհետև մեր ընդհանուր միջավայրը լի է ուղղակի ատելության, խտրական խոսքի տարբեր տեսակներով, վիրավորանքներով, այնպիսի խոսքի տեսակներով, որոնք զգայուն չեն իրենց բնույթով եւ ցավալին այն է, որ ընդհանուր դաշտն է, հա, այդպեսին, այսինքն մենք չենք կարող ասել, որ օրինակ այ մի օր մի բացառություն տեղի ունեցավ եւ որևէ քաղաքական ուժից որևէ դերակատար այսպիսի խոսքի տեսակ օգտագործեց եւ եթե այս դիտանկյունից մենք փորձենք հարցին անդրադառնալ, ապա պետք է նշեմ, որ սա երևի ամենախնդրահարույց ոլորտներից է, որը Հայաստանում պիտի բարեփոխվի, քանի որ պիտի արձանագրենք, որ իհարկե տարբեր երկրներում կան արգելված խոսքի օգտագործման տեսակներ եւ ընտրությունների ժամանակ էլ բնականաբար գրեթե բոլոր երկրներում է սա ավելի մեծ ծավալների հասնում, բայց Հայաստանում ու մեր տիպի երկրներում այդ խոսքը այսօրվա աշխարհում հատկապես ակնհայտ բևեռացված է, բացի բևեռացվածությունից հատկապես ատելության խոսքի տարրերն է իր մեջ շատ պարունակում եւ այս առումով ես կարծում եմ, որ մենք չպետք է մի պահ նույնիսկ կանգ առնենք ու չբարձրաձայնենք այս խնդիրները, կարծում եմ պետք է բոլորս սրա մասին խոսենք եւ պահանջենք, որպեսզի այս երևույթը մեր ընդհանուր հանրային դաշտից իսպար վերանա եւ հավասարության նշան կարելի է դնել եւ ընդդիմադիր դաշտից հնչող եւ իշխանական դաշտից հնչող Ես կարծում եմ շատ է ամեն տեղից է գալիս այդ խոսքի տեսակը եւ ավելին ասեմ, շատ դեպքերում հիմա մենք նույնիսկ այսպես առանձնահատկություններն ենք վերհանել, ուղղակի քանի որ նախընտրական շրջանը ես չեմ ուզենա թիրախավորել քաղաքական ուժերին, որովհետեւ նաեւ ինքս պարտավոր եմ ապա քաղաքական բնույթը պահել իմ գործունեության շրջանակներում հատկապես նախընտրական ժամանակահատվածում, բայց պիտի նշեմ, որ նաեւ տարբեր առանձնահատկություններ կան քաղաքական ուժերի կողմից օգտագործվող խոսքերի խոսքի տեսակների նույնիսկ եւ ես կարևորում եմ, որպեսզի նրանք եւս կառուցողական լինեն ու պարտադիր լսեն այդ թվում մեր հաստատության կողմից արվող առաջարկները եւ նաեւ արձանագրումները, քննադատությունները ու լուծեն այդ խնդիրները, հաղթահարեն ընդհանուր միջավայրը։ Հիմա նախընտրական շրջանն է, ոչ պաշտոնական իհարկե քարոզարշավի մեկնարկով, բայց նաեւ ընտրական շրջանում հետընտրական իրավիճակում ՄԻՊ-ի գործիքակազմը ինչ է թույլ տալիս անելու այս միջավայրը այս լարվածությունը մեղմելու ու թոթափելու համար։ Եթե խոսենք ընդհանուր գործիքների մասին, թե ընդհանրապես նախընտրական ընտրությունների ու ընտրություններից հետո կլինի գնահատելու լինենք այն գործիքները, որը հնարավոր է օգտագործել հենց ընտրական process-ների։ Այո, ես հենց դրա մասին եմ ուզում խոսել եւ նաեւ շատ շնորհակալություն, որ հարցը տվեցիք, որովհետեւ դա կարեւոր նաեւ իրազեկում կլինի, քանի որ մարդկանց մեծամասամբ թվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը ընտրությունների եւ ընտրությունների գործընթացի օրինականության նկատմամբ վերահսկողություն կամ մոնիթորինգ իրականացնող մարմին ու պաշտոնատար անձ է, բայց իրականում դա
բոլորովին այդպես չէ։ Մարդու իրավունքների պաշտպանը ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն չի իրականացնում, այլ բացառապես անդրադառնում է ընտրությունների ժամանակահատվածում մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին եւ եթե փորձենք նույնիսկ օրինակների վրա բացատրել, հիմնական խնդիրը ոչ թե պետք է կապված լինի նրա հետ, որ օրինակ, մենք դիմում ունեինք, որ մեզ քաղաքացին ու քաղաքական ուժի ներկայացուցիչներ, կարծեմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ անընդհատ գալիս բողոքում էին, ասում էին, դե մենք պաստառ ենք փակցնում, անընդհատ թույլատրված վայրում, բայց այդ պաստառը գալիս ենք հաջորդ րոպեին չկա։ Բնականաբար մենք այստեղ չունենք լիազորություն, որովհետև որևէ մանդատ եւ գործիք չունենք հարցի հետ կապված, բայց հետագայում իրենք փոխեցին իրենց դիմումը, նշելով, որ իրենք այդ իրավիճակից հետո անընդհատ դիմում են ոստիկանությանը եւ իրենց կարծիքով ոստիկանությունը անգործություն է ցուցաբերում եւ այստեղ բնականաբար մենք կարող ենք ունենալ գործիքներ, որովհետեւ խոսքը պետական մարմինների կողմից ենթադրյալ, անգործության մասին կարող է խոսք գնալ կամ այլ իրավախախտումների, դարձյալ շեշտում եմ ենթադրյալ, որովհետեւ դա նաեւ պետք է հետագայում քննարկման առարկա լինի, բայց ամեն դեպքում գործիքները ըստ էության պետք է ուղղված լինեն պետական մարմինների կողմից իրավունքների ենթադրյալ խախտումների հետ կապված հարցերը բացահայտելուն եւ նաեւ շատ կարեւոր է, որ մենք չենք կարող իրացնել այնպիսի լիազորություններ, որոնք այլ մարմինների են պատկանում։ Օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, օրինակ մեզ չեն կարող գալ ասել, այ կարող եք այստեղ արձանագրել վարչական ռեսուրսի չարաշահում։ Բնականաբար չենք կարող, որովհետեւ մենք չունենք այդ գործիքները, բայց օրինակ կարող ենք հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքի հետ կապված հարցերին անդրադառնալ կամ երեխաների իրավունքների հետ կապված նույն անձնական տվյալների պաշտպանություն համանման այլ հարցերի եւ այլն, այսինքն ցանկացած հարց, որը կարող է կապված լինել իրավունքների հետ ու բնականաբար ձեր նշած ատելության խոսքն էլ երևի այդ ամենամեծ ոլորտներից մեկն է, որը այո մենք հնարավորություն ունենք հասցեավորել։ Տիկին Մանասյան, իսկ արձագանք կարող է ՄԻՊ-ը ունենալ այն բանի վերաբերյալ, որ ընդդիմադիր դաշտում հատկապես նշվում է, որ օրինակ իրավունքի խախտում տեղի ունեցավ մանկահասակ երեխայի մոր նկատմամբ, ում որոշակի ձայնագրությունների պատճառով որոշակի խնդիրներով անցկացրեցին, նրա նկատմամբ որոշակի ձերբակալություն տեղի ունեցավ կամ ասենք կիրառվեց երկրից չբացակայելու արգելք, մի քանի ժամով բացակայեց երեխայի մոտից եւ այլն։ Դուք դեպքին վստահաբար ծանոթ եք։ Այստեղ արձագանք դուք ունեք որպես կառույց։ Այստեղ դեպքին բնականաբար ոչ միայն ծանոթ ենք, նաեւ ուշով հետևում էինք, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրների առաջ են կանգնում մարդիկ, մասնավորապես այս պարագայում կինը, այդ թվում իր երեխայի իրավունքների հետ կապված հարցերով եւ այլն։ Հետագայում իհարկե զարգացումներն այնպիսին էին, որ կալանք չկիրառվեց որպես խափանման միջոց, ինչը չափազանց կարևոր էր, որովհետև ազատությունից զրկման ձևով խափանման միջոցի պարագայում ըստ էության մենք այո միանշանակ պետք է գործադրեինք մեր գործիքակազմերը հասկանալու թե ինչքանով է օրինակ երեխայի իրավունքների հետ կապված հարցերը, պատշաճ երաշխավորված նույն կնոջ իրավունքները եւ այլն, այս պարագայում ինչին կոնկրետի նկատի ունեք։ Այսինքն այս դեպքում տվյալ անձի կամ երեխայի իրավունքների խախտման արձանագրում ՄԻՊ-ն անում է, թե չի անում, թե ինչ տեղի է ունեցել։ Հիմա դրա համար եմ ասում, մենք չենք կարող օրինակ երեխա ունենալու փաստը համարել օրինակ որևէ ենթադրյալ իրավախախտում կատարելու համար հետագա գործընթացների բացառում կամ արդարացում, այսինքն սա չի կարող լինել, բայց այդ գործընթացները նույնիսկ պիտի հաշվի առնեն, որ երեխայի իրավունքները, կնոջ իրավունքները պիտի պատշաճ երաշխավորված լինեն։ Այլ օրինակով, ես կարող եմ նաև խնդրին անդրադառնալ նույն երեխաների հետ կապված։ Մենք մի քանի դեպք ունեցանք, երբ հրապարակային տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ օրինակ կանանց են կամ բերման ենթարկել կամ որևէ որդեգրված երեխա որդեգրված երեխայի մասին չէ, խոսքը մի փոքր ավելի վաղ ժամանակահատվածի դեպքերի մասին է խոսքը, երբ երեխաների աչքի առաջ էին մորը բերման ենթարկել։ Ես դրա հետ կապված հայտարարություն եմ տարածել արձանագրելով, որ իհարկե մենք չենք կարող բոլոր դեպքերի համար ասել, որ սա բացառում է որևէ գործողություն կատարելու անհրաժեշտությունը, բայց պետք է անձինք երեխաների իրավունքների հետ կապված բավարար գիտելիքներ ունենան, թե քննչական մարմիններում, թե ոստիկանական մարմիններում եւ հասկանան, օրինակ, միգուցե հնարավոր է այդ պահին խուսափել այդ գործողությունից եւ
այլ պահի իրականացնել կամ նույնիսկ եթե անհրաժեշտ է բացառիկ անհրաժեշտություն է գործողությունը իրականացնել այդ պահին, ինչքանով են երաշխավորված երեխաների նկատմամբ զգայունություն, նրանց լավագույն շահի հաշվառում եւ այլ սկզբունքները սրան միանշանակ պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնեն նաեւ իրավասու մարմինները։ Մեկ այլ հարց եւ ամփոփենք զրույցը օրերս Ռուբեն Վարդանյանը ուղերձ էր ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն ձեր մանդատի եւ լիազորությունների վերաբերյալ մի շարք դիտարկումներով։ Նախ երբևէ ձեզ դիմել են այս հարցով թե ոչ եւ եթե ոչ, ապա ինչով եք բացատրում, որ հիմա են դիմում եւ ինչպիսի տպավորություն եք դուք ստացել այդ դիմումից, կոնկրետ ինչ էր նշվում այդտեղ եւ ինչ արձագանք էր դա նրա կողմից։ Նախ նշեմ, որ Ռուբեն Վարդանյանի դեպքով մենք ի սկզբանե սկսել ենք զբաղվել իմ սեփական նախաձեռնությամբ եւ ես հիշում եմ տարիներ առաջ մենք իմ սեփական նախաձեռնությամբ նաեւ հրապարակային հայտարարություններով ենք հանդես եկել, հարցի հետ կապված գրեթե բոլոր միջազգային դերակատարների հետ կապի մեջ ենք եղել, ինչպես մյուս բոլոր Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների հետ կապված հարցերով։ Սա միանշանակ է այն առումով, որ առանց որևէ դիմումի ենք սկսել մեր գործիքների կիրառումը առաջին փուլից սկսած։ Նշեմ, որ հարցի հետ կապված ի տարբերություն Ադրբեջանում ազատությունից զրկված շատ հայերի հարազատների մենք ի սկզբանե երբևէ որևէ դիմում չենք ունեցել, այսինքն հատուկ դիմում, որ մեզ են դիմում հենց այս հարցով զբաղվելու կամ որևէ կոնկրետ խնդիր ունեն, հարց ունեն, որը ցանկանում են հենց մեր կառույցի միջոցով լուծման առարկա դարձնել, մենք չենք ունեցել, երևի թե պիտի նշեմ, որ բացառություն է ընդամենը մի քանի շաբաթ առաջ եղած համանման բովանդակությամբ դիմումը, որը ես չեմ էլ կարող հիմա հրապարակել, որովհետև նաև այլ անձինք են դիմել, ճիշտ է այս ընտանիքը հրապարակայնացրել է հարցը, բայց մնացյալը բնականաբար չեն հրապարակայնացրել, ես չեմ ուզենա որևէ կերպ բովանդակությանն անդրադառնալ, բայց առաջին անգամ այդ ձևաչափով է եղել որևէ տեսակի դիմում ընդհանրապես մեր հաստատությանը ու ուզում եմ նորից շեշտեմ, մենք ամենօրյա ռեժիմով ենք այս խնդրով զբաղվել առանց դիմումի։ Բայց այսինքն նպատակն էր, որ դուք լավ եք աշխատում, վատ եք աշխատում, թե ինչի մեջ է եղել խնդիրը դիմումի։ Որպես կառույց ձեր մանդատը։ Անկեղծ ասած, ես բազմաթիվ հարցեր ունեմ այս հրապարակային ուղերձի հետ կապված կամ ինձ մոտ առնվազն բազմաթիվ հարցեր են առաջացել հրապարակային ուղերձից հետո, որովհետև ինչպես նշեցի, ընտանիքը մեզ երբևէ ոչ միայն չի դիմել այս հարցով զբաղվելու խնդրով, թեև մենք իմ նախաձեռնությամբ ենք զբաղվել այս խնդրով, բայց նաև երբևէ չի դիմել մեզանից տեղեկանալու, թե ընդհանրապես ինչ գործիքներ ենք մենք երբևէ կիրառել, նորից եմ կրկնում, չհաշված այդ մի քանի շաբաթ առաջ եղած դիմումը, մինչ այդ որևէ մեկը մեզանից նույնիսկ չի հարցրել որևէ տեղեկատվություն մեր կիրառած գործիքների հետ կապված։ Բովանդակությունը եւս բազմաթիվ հարցեր է առաջացնում, կարծում եմ ոչ միայն ինձ մոտ, վերլուծող ցանկացած մարդու մոտ, որովհետեւ այնտեղ նախ մի ձևակերպում կար, որի հետ կապված մենք նաև հրապարակային էինք տարակուսանք հայտնել, մասնավորապես փոխանցվում էր ադրբեջանական կողմի պատրաստակամությունը նպաստելու իմ այնտեղ մեկնելու այդ ամբողջ գործընթացի հետ կապված համագործակցությանը եւ այլն, անկեղծ ասած ինձ մոտ հարց ծագեց, թե արդյոք այստեղ անձը փոխանցում է կողմի դիրքորոշումը, թե ինքն է իր կարծիքով դիրքորոշում հայտնում, երկրորդը կարծես թե այսպես առանց որևէ տեղեկատվություն մեզանից ստանալու, թե մենք ինչ ենք արել եւ այլն, այստեղ հստակ տեղեկատվություն էր փոխանցվում այն մասին, որ մենք հարցի վերաբերյալ այնպիսի տպավորություն էր, որ անգործություն ենք ցուցաբերում այն պայմաններում, որ իրականում կոնկրետ պետության մարդու իրավունքների պաշտպանն է պատասխանատու այնտեղ իրավունքների խախտումները բացառելու համար եւ որևէ խոսք չկար մեր գործընկեր կառույցի առնչությամբ եւ պարզ չէր հա ուղերձից արդյոք գործընկեր կառույցը բավարար է իրականացնում այդ լիազորությունները թե ոչ կամ այսպիսի տպավորություն էր ձևավորվում որ մենք
կառավարության հովանու ներքո, հա, ինչ որ գործիքներ պետք է կիրառենք եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ հստակորեն արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, չի հանդիսանում կառավարության մաս։ Մենք շատ կառուցողական համագործակցություն ունենք գործադիր իշխանության հետ, բայց փառք Աստծո, Հայաստանում պետական իշխանությունը շատ լավ պատկերացնում է մարդու իրավունքների պաշտպանի անկախության կարեւորությունը եւ որևէ կերպ չի միջամտում այս մարմնի գործունեությանը, ես էլ ինքս գործում եմ անկախության սկզբունքի պահպանմամբ եւ այս առումով իհարկե ես համարում եմ, որ մենք կարող ենք ունենալ առանցքային դերակատարություն նաեւ խաղաղության գործընթացի շրջանակներում մարդու իրավունքների հասցեավորման առումով ու համագործակցությունը միանշանակ չափազանց կարեւոր է, բայց նաեւ կարեւոր է, որպեսզի դա տեղի ունենա էթիկական սկզբունքների պահպանմամբ, անկախության, անկողմնակարության, չեզոքության եւ մեր հաստատություններին վերաբերելի միջազգային չափանիշների պահպանմամբ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Անահիտ Մանասյանն էր։ Կհանդիպենք։